Օրերս Էրեբունի բժշկական ակադեմիայում կայացավ գիտական խորհրդի 2026 թվականի առաջին նիստը, նշանավորելով նոր ձեռքբերումների եւ ռազմավարական առաջընթացի մեկնարկը։ Նիստին ներկա էին խորհրդի անդամներն ու պատվավոր հյուրերը, միավորված մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ բարձրակարգ բժշկական կրթության շարունակական զարգացում։ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց ակադեմիայի առաքելությունը կրթել մրցունակ, գիտելիքահեն եւ պատասխանատու մասնագետներ, ովքեր կծառայեն առողջապահության ոլորտի կայուն առաջընթացին։ Համար մեծ պատիվ է եւ կարծում եմ ձեր մասնակցությունը եւ կարծում եմ այս նոր հաստատված մեր գիտական խորհրդի կազմով մենք կկարողանանք բավականին մեծ առաջընթաց ունենալ ինչպես մեր կառույցի համար, նրա զարգացման համար եւ նաեւ ինչու՞ չէ հնարավորություն ընձեռնել երիտասարդ գիտնականների եւ ընդհանրապես գիտնականներին ավելի զարգացնել իրենց գիտական աստիճանները եւ գործունեությունը։ Գիտական խորհրդի քարտուղար Բելլա Մարգարյանը ներկայացրեց օրակարգի առաջին կարևոր հարցը՝ ուսումնական ձեռնարկի հրատարակության երաշխավորումը։ Ուսումնական ձեռնարկի հրատարակության երաշխավորում, ուսումնական ձեռնարկը Մարգարիտա Հովհաննիսյանի ֆարմակոգենետիկա եւ ֆարմակոդինամիկա ուսումնական ձեռնարկն է։ Ունենք արտաքին 3 կարծիք ձեռնարկի վերաբերյալ։ Քիմիական գիտությունների թեկնածու Մարգարիտա Հովհաննիսյանը ներկայացրեց ֆարմակոգենետիկա եւ ֆարմակոդինամիկա ուսումնական ձեռնարկի բովանդակությունը, մանրամասն անդրադառնալով դրա արդիականությանը եւ գործնական նշանակությանը։ Ներկաների հարցերին տրված սպառիչ պատասխաններից հետո ձեռնարկը միաձայն երաշխավորվեց տպագրության, դառնալով ապագա մասնագետների կրթական բազայի կարևոր բաղադրիչ։ Բուժական գործ մասնագիտության վերանայված կրթական չափորոշչի, ուսումնական պլանի եւ փոփոխված առարկայական ծրագրերի հաստատման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մարինե Ալեքսանյանը։ Ներկայացված փոփոխությունները միտված են կրթության որակի բարձրացմանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Կրթական չափորոշիչը եւ ուսումնական պլանը հաստատվեցին, ամրապնդելով ֆակուլտետի կրթական հենքը։ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի որակի ապահովման կենտրոնի համակարգող Վարդուհի Ավետիսյանը ներկայացրեց քույրական գործի բակալավր մասնագիտության կրթական չափորոշիչը, ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը։ Ներկայացված փաստաթղթերը եւս հաստատվեցին, կարևոր քայլ հանդիսանալով ոլորտում որակյալ եւ մրցունակ մասնագետների պատրաստման ճանապարհին։ Պրակտիկայի ծրագրերի հաստատման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան պրակտիկայի մեթոդական ղեկավար Աննա Նահապետյանը եւ կարիերայի կենտրոնի համակարգող Վոլոդիա Ղահրամանյանը, ընդգծելով ուսանողների գործնական պատրաստվածության եւ աշխատաշուկայում հաջող ինտեգրման կարեւորությունը։ Կենսաբժշկական դասընթացների վերամշակված առարկայական ծրագրերը ներկայացրեց ակադեմիայի գիտաուսումնական գծով համակարգող Հարություն Ստեփանյանը։ Ծրագրերը հաստատվեցին, ապահովելով ժամանակակից գիտական մոտեցումներով հագեցած կրթական միջավայր։ Նա նաև ներկայացրեց Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի աշխատակիցների կողմից ներկայացված գիտական աշխատանքների եւ տպագրված հոդվածների հաշվետվությունը, վկայելով ակադեմիայի գիտական ակտիվության եւ աճող հեղինակության մասին։ Ուսումնակլինիկական գծով համակարգող Տիգրան Չիլինգարյանը ներկայացրեց վերամշակված կլինիկական առարկայական ծրագրերը, ինչպես նաև EMAF-KTM թվային հարթակի գործիքները, կիրառման մեթոդները եւ բազմաթիվ առավելությունները, կարևորելով կրթության թվայնացման եւ արդյունավետ կառավարման նոր հնարավորությունները։ Նիստի առանցքային եւ ոգևորիչ դրվագներից էր մեր երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում հսկայական ավանդ ներդրած ականավոր գործիչ Հարություն Քուշկյանի անվանական կրթաթոշակի սահմանումը։ Այս նախաձեռնությունը միտված է խրախուսելու բարձր առաջադիմություն ցուցաբերող եւ ոլորտին նվիրված ուսանողներին, շարունակելով մասնագիտական նվիրվածության եւ գերազանցության ավանդույթը։
Երևանի բժշկական ակադեմիա հիմնադրամը կարևորելով կրթական գերազանցություն ու բժշկական վեհ արժեքների սերմանումը 25-26 ուսումնական տարում սահմանում է Հարություն Փուշկյանի անվանական կրթաթոշակ լավագույն ուսանող անվանակարգում եւ այսպես հաշվի առնելով բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվություն ու մասնագիտական պատասխանատվությունը Հարություն Փուշկյանի անվանական անդրանիկ կրթաթոշակը շնորհվում է Մարգար Պողոսյանին, բուժական գործ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։ Այս կրթաթոշակը կոչված է ոչ միայն հրահոսելու Մարգարի հաջողությունները, այլև ոգեշնչելու ակադեմիայի ողջ ուսանողությանը ձգտելու այնպիսի բարձունքների, որոնք կերտել է պրոֆեսոր Փուշկյանի կողմից։ Ակի գիտական խորհրդի անդամներ, հարգարժան պրոֆեսոր դասախոսականներ, խորին երախտագիտությամբ և հպարտությունով եմ ընդունում Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի սահմանված Հարություն Փուշկյանի անվան անդրանիկ կրթաթոշակին։ Ինձ համար մեծագույն պատիվ է լինել առաջինը, ով արժանացավ այս ժամանակակից հայկական բժշկության հիմնասյուներից մեկի պրոֆեսոր Փուշկյանի անունը կրող այս մրցանակին։ Գիտական խորհրդի այս նիստը դարձավ Էրեբունի բժշկական ակադեմիայի զարգացման նոր փուլի մեկնարկ, վերահաստատելով նրա հավակնոտ տեսլականը, որակին ուղղված հետևողական քայլերն ու առողջապահության ապագայի կերտման վճռականությունը։ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամ։